օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը եկել ենք ձեզ հետ միասին արթնանալու։ Բարի առավոտ, այո, ջերմությամբ ու սիրով եկել ենք, որպեսզի ասենք ձեր օրը բարի լինի 21 TV-ից։ Այս պայն առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ, որպեսզի վերջնականապես արթնանանք ու շարժվենք միասին առաջիկա 1 ժամ առաջ։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ տեսահոլովակը օգնեց ձեզ արթնանալու, իսկ եթե չեք արթնացել, իհարկե արթնացեք, որովհետև օրը լավագույնս է խոստանում 21 TV-ի եթերում։ Ես առաջարկում եմ, որպեսզի նախաճաշեք կամ գոնե մտածեք, թե ինչ եք պատրաստելու նախաճաշին, որովհետև նախաճաշելը շատ կարևոր է, հետո ճաշելը կարող եք ճաշել, կարող եք ոչ երեկոյան առհասարակ մտածեք ոչինչ չուտելու մասին, ասում են դուր թշնամուն, չէ։ Եվ իհարկե այն հարցին, թե ինչ հագնել այսօր կամ որքանով ենք ես եւ Վրեժը այս պահին համահունչ, մենք չգիտենք, կխոսեն մասնագետները, եկեք գնանք Նաիրա Հարությունյանի մոտ եւ քայլենք նորաձևության հետքերով։ Բարի օր, սիրելի հերոստադիտող, ձեր հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ այսօր մենք կվերադառնանք տղամարդկանց ոճին։ Այս անգամ կխոսենք casual ոճի հիմնական ուղղությունների մասին։ Գնացինք։ Տարրեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ծավալուն ազատ սիլուետներ, ջինսեր, տաբատներ, բաճկոններ, հավասարակշռված նեղ տարրեր, որպեսզի կերպարը չթվա անկազմակերպ։ Շերտավորություն, հուդիներ, կարդիգաններ, վերնաշապիկներ, ջեմպերներ բաճկոնի տակ, բնական հողային ու նեյտրալ երանգներ, շեշտադրումը 1-2 պայծառ գունավոր տարի միջոցով, օրինակ բաճկոն կամ կոշիկ, հյուսվածքները վիլիվետ, սվիդ, թավշեկաշի, բուրդ, տրիկոտաժ, ֆլանելե վերնաշապիկներ, կոշիկներ, կոպիտ ոճի բոտիներ, կոմբատ բոտիներ, ոճային սպորտային կոշիկներ, չելսիներ կամ լոֆերներ ամուր ներբանով։ Ահա եւ վերջ, այժմ դուք ավելի լավ եք տեղեկացված casual ոճի մասին եւ ես վստահ եմ, որ ձեր կերպարները կդառնան ավելի ոճային։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը, մնաք բարով։ Վերադարձանք տաղավար եւ շատ ուրախ ենք, որովհետեւ այսօր ունենք ֆանտաստիկ հյուր, ով միշտ իր դրական էներգիայով բարուրում է ոչ միայն եթերը, այլ նաեւ էկրանից այն կողմ փոխանցում է լավ լիցքեր, հաղորդավար, դերասան, երգիչ, Միխայել Ագարոնցնավոր, միշտ նորաձև Արսեն Գրիգորյան, բարի առավոտ։ Շատ շնորհակալ ենք։ Օրներդ բարի։ Շնորհակալ ենք օրհնության համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հաճելի է գտնվել 21 TV-ում։ TV, որը ինձ վաղուց հարազատ է, ու ես շատ ուրախ եմ, որ նորից առիթ կա ձեզ հետ օրը սկսելու ու մարդկանց ասելու բարի լույս։ Օրը երկուշաբթի է, ինչը նշանակում է խոստումնալից է։ Սովորաբար երկուշաբթին մեր արտիստներից համար, թատրոնի դերասանների համար ազատորն է, կոպիտ ասած, սա մեր կիրակին է։ Դրա համար եթե ինչ-որ մարդկանց համար այն ծանր է թվում, ես կարող եմ ասել, որ մեզ համար ամենահիանալի օրերից մեկն է։ Ապրեք արտիստների նման։ Այո, մենք արտիստիկ վերաբերվում ցուցաբերեք երկուշաբթին։ Արսեն, ամեն դեպքում միշտ այս հարցը ինձ մոծակում է հաղորդավար, դերասան, նաև երգիչ, ինչպես ես հասցնում եւ որն է քոնը, այսպես խոսել։ Ի սկզբանե Անահիտ դերասանն է, որովհետեւ հենց հերթահասնում է կերպարին, կինոյում, թե թատրոնում թուլանում եմ, այսինքն բայց կարող եմ ասել, որ մնացած ոլորտներում էլ թե որպես հաղորդավար, թե որպես երգիչ արդեն կարողացել եմ հասնել նրան, որ հաճույքի նույն չափաբաժինը ստանամ եւ վարելիս եւ երգելիս։ Երգելու իմաստով մի քիչ ավելի իմպուլսիվ է, որովհետեւ հանդիսատես ավելի լավ ռեակցիա տալիս երգիչներին։ Ես դա հասկացել եմ, որ երգիչներին մի քիչ ավելի են սիրում։ Ու դա հասկացել եմ, գիտես ոնց, օրինակ առիթ է լինում, կորպորատիվ երեկոներ, հա, տարբեր առիթներ, որ ես վարում եմ, մի քանի ժամ աչքների առաջ եմ, չէ՞, կողքներին կանգնած խոսում եմ իրենց հետ, քայլում եմ եւ այլն։ Ժպտում են, լավ վերաբերմունք կա, բայց նույն երեկոյի ընթացքում երգում եմ, երգելուց հետո գալիս են հետս նկարվում են։ Ոնց որ նոր տեսա։ Երգը կախարդական հատկություններ, միանգամից դառնում ես նաեւ երգիչ։
Այ հենց երկելու կապակցությամբ եւ նոր գործի կապակցությամբ այսօր մեր հյուրն է շատ հետաքրքիր համագործակցություն Վառնավայի հետ։ Հիշում եմ այս նույն տաղավարում երբ զրուցում էինք Musical.ից, դուք միասին խաղում էիք, այ ինչպես եղավ, որ նաեւ տեղափոխվեցիք երգի դաշտ, տեսահոլովակ եւ այլն, առաջարկը իր կողմից էր, քո կողմից էր, պատմիր։ Առաջարկը իմ կողմից էր, առաջարկը նախ այնպես էր, որ քանի որ մենք Musical-ում ենք Drama Queen-ը իրար հետ խաղում ենք արդեն 1 տարի, սկսեցինք Կիպրոսից, հետո հյուրախաղերով եղանք Երևանում ու շատ լավ անցավ, ինչի համար շատ ուրախ եմ ու մերսի հանդիսատեսին, որ եկել էին ու լավ ջերմ կրքոտ մեզ ընդունեցին, որտեղ բեմից այնքան կիրքեր գնում, որ կարծում եմ ինչ-որ իմաստով բումերանգի փոխադարձ էր։ Այո, դա վերադարձավ ու հոկտեմբեր ամսին Երևանից բացի ունեցանք նաև Ալմատիում Կազախստան ու այնտեղ էլ փառահեղ անցավ եւ ընդհանուր քանի որ մյուզիկլ է, այսինքն ես էլ Կատյանն էլ երգում ենք, շարժվում ենք, ապարում ենք ներկայացման մեջ Եղավ ի սկզբանե այսպիսի մի բան մեր ռեժիսորի կողմից, որ ես ունենամ տեսահոլովակ, արդեն որպես Արսեն G, որտեղ կխաղա Կատյան, այսինքն տեսահոլովակի հերոսուհին կլինի Կատյան։ Ու երբ որ երգը գրվում էր Մարիամ Շահինյան, որ գրեց երգը, տենց իրար հետ մտածում էինք, իսկ եթե մի տող երգի Կատյան, այսինքն Մարիամը ասեց, այնտեղ պամ 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 պարամ, տենց ուր ես ինձ տանում այդ ֆրազան Կատյան երգի ու հետո որ տենց ինչի մի տող եթե կարող եմ քառատող երգել եւ Կատյային ես ասացի որ դու երգել ես այս երգում ու չգիտեմ դու ոնց ես քո հետ արդեն պայմանավորվել եմ քո համաձայնությունը ստացել եմ ինքը սկզբում իհարկե դեմ էր որովհետեւ կարծում եմ հումորային արտիստի համար մի քիչ դժվար է այդ անցումը անել դեպի երգիչ ու Կատյան շատ զգուշ էր որ չէ ներկայացման մեջ շոուի մեջ երգել ուրիշ բան է բայց տեսահոլովակով հանդես գալը բայց իհարկե այստեղ Արսեն Գրիգորյան ենք ասում այո այստեղ օգնության հասավ իմ նաև համառությունը եւ բանակցություններ վարելու բացառիկ կարողությունը ու հասանք արդյունքի ու անկախ նրանից որ հիմա ցուրտ է հենց հիմա կջերմանան նաև մեր հեռուստադիտողը ու նոր եղանակ կբերենք լավ տակ գույներով այո տեսահոլովակը տակ գույներով է բայց ես կարող եմ ասել որ այն ուզում եմ ասել 24 ամիս 12 ամիս 12 ամիս ակտուալ տարվա բոլոր եղանակներին մարդիկ ի վերջո շրջագայում են ու յուրաքանչյուր վայրում կարելի է լինել են տուրիստոն որը փողերը ծախսում։ Նվիրվում է բոլոր տուրիստոներին, այսինքն յուրաքանչյուրս էլ կարող ենք մի օր տուրիստո լինել սիրելիներս։ Մեզ մոտ 21 TV եթերում այս բան տեսահոլովակն է։ Տուրիստո։ Շատ հրաշալի էմոցիաներ գնալ եւ շրջագայել օրինակ ասենք։ Օրինակ Բալի Չէ, այս եղանակ կարելի է։ Եգիպտոս։ Ինչու՞ որ։ Աբու Դաբին է։ Աբու Դաբի, Կիպրոս, որտեղ մենք ենք նկարել։ Արսեն իրական բոլորս տուրիստներ ենք կյանքում, գալիս ենք։ Բոլորս են ներս։ Լավ, խոսենք տեսահոլովակից, տեսահոլովակը եւ շնորհավորում ենք, նաեւ ինչպես մտահղացումը առաջացավ եւ գնալ նկարահանել Հայաստանում եք նկարահանել։ Չէ, երկու նկարահանման օրենք ունեցել Կիպրոսում, Պաֆոս քաղաքում, դրա համար շատ պաֆոսնի տեսահոլովակ է ստացվել ու ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար, այնտեղ միակ հայ ես էի եւ երկրորդ հայախոսը մեր լիբանանցի գաֆերներ, որ լուսավորողներ ազգությամբ արաբեր, բայց լավ հայերեն էր խոսում, ասեցի ինչպես, չնայած լիբանանցիների պարագայում լավ հայերենը կարելի է հասկանալ, որովհետև պարզվեց իր դայակը հայ եղել, հա ու ինքը շատ կարոտած էր այդպես հայերեն խոսում, ես էլ մի քանի տենց լիբանանյան լեզու, աման ճիվերը գերանք, բան սենց բաներ ասում, լավ ուրախ անցկացրեցինք, լրիվ միջազգային այսինքն պարային խումբը Կիպրոսից էր, Կիպրիոտներ էին Բրազիլուհի ունենք տեսահոլովակում, տարբեր ազգերի ու ամեն մեկը իր գործի լավագույններ եւ այնքան հաճելի էր այդ ամբողջ մթնոլորտը տեսահոլովակի նկարահանման այնտեղ ստիլիստը, մի խոսքով մեյքափ արտիստները բոլոր են մարդիկ ովքեր որ աշխատում էին
Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր իր աշխատանքի մեջ ուներ տոնելու փոքրիկ էլեմենտ, այսինքն ամեն մեկը իր գործը որ անում էր, հետո դու զգում ես, որ այդ բավականությունը ստանում են։ Ասենք ուղղակի այնպես չեն, որ գործը անում են, սենց նստում, նայում են ոնց անցնում նկարանումները, ամեն դուբլից հետո, այո, ծափերով, մի խոսքով սենց ընդհանուր այդ տոնական պրայզնիկ վայբը, կոպիտ ասած, ապահովում էր հրապարակում նկարանման, ինչը շատ ուրախացնող էր։ Շատ շոկ էր։ Կայցան ասում էր, Արսեն ոնց ես սել այդ նեղ ջինսերով, այդ ակուստով։ Ոնց ես դիմանում։ Ոնց ես դիմանում, ասում ներքին կոնդիցիոները միացրել եմ։ Ներքին կոնդիցիոներ։ Ներքին հովացման համակարգով։ Ես պատկերացնում եմ ինչ ուրախ են անցել նկարանումները, ինչ հումորով լի, որտեղ կաս դու, ուրեմն կա նաև Վարդնավան։ Տրամաբանական։ Հումորը, տրամաբանական, այո։ Արսեն, վերջերս նաև հեռուստատիտողի դատին նաև հանձնվեց մի ծրագիր reality show, որտեղ դու հանդես եկար որպես հաղորդավար, վստահաբար որպես հաղորդավար տարբեր հաղորդումներում ձեզ տեսել ենք, բայց reality show-ն մի քիչ տարբերվում է իր կանոններով, կպատմես քո զգացողությունների մասին, ինչքանով է դա քոնը կամ քոնը չէ, հետաքրքիր էր քեզ համար թե ոչ։ Ես շատ ուրախ եմ, որ առաջարկը ստացա պրոդյուսերի Կարոյի կողմից, Monk 3 YouTube-յան ալիքով է, Սիրասունը հեռարձակվում ու կարծում եմ առիթ կլինի նաև որպեսզի նաև մեր հեռուստադիտողներն էլ բացի on-line հարթակից հենց TV-ով մի օր տեսնեն նախագիծը, ինձ շատ է դուր գալիս Սիրասունը, ինձ շատ է դուր գալիս այդ ֆորմատը reality, որովհետև այնտեղ իսկապես ամեն ինչ ռեալ է, ամեն ինչ ռեալ է, անկանխատեսելի է, որովհետև այդ 30 րոպեները, որոնք տրամադրված են ժամադրության համար զույգերի, մենք ուղղակի ասում ենք ժամադրությունը սկսվեց եւ ավարտվեց, թե այդ 30 րոպեի ընթացքում ինչ կլինի, իրենք կլռեն, թե կխոսեն, այսինքն էմոցիաները ինչպես են զարգանում, մենք էլ դրա անմիջական մասնակիցն ենք ու հետո ես շատ ուրախ եմ, որ Լուսինեի հետ եմ վարում, որովհետեւ շատ հաճելի է իր հետ աշխատել ու իհարկե իրեն գիտեի Պլուսնյակին նաև գիտեի տեսել էի իր վարելը, առիթ ունեցել էի բեմում իր հետ հանդես գալու, բայց կադրում ֆորմատն այլ է, հա, շատ համահունչ ու լավ եք նայվում։ Հիմա օրինակ որ ես նայում եմ, նա այնտեղ կոմենտների մեջ տեղեր կա, նախ շատ ծիծաղում եմ, որտեղ մոռացել եմ ինչ որ բաներ որ ասել եմ։ Հիմա որ նայում եմ, տենց ինքս որ հանդիսատեսի աչքով ես նայում, հանդիսատեսի աչքով նայում եմ, ծիծաղում եմ, թե իմ թե Լուսնյակի արած կոմենտների վրա, մեկնաբանությունների վրա, դրանք շատ ծիծաղելի են, բայց մտածում եմ, որ կարելի էր մի քիչ ավելի սուր լինել։ Ուղղակի ես իմ բնավորության համաձայն, մտածում եմ այդ րոպեին, ասում եմ, լավ, այս աղջկա օրինակ հորքուրի հարևանն էլ անայում, էլի շոուն օրինակ շատ սուր չլիներ։ Հետո մտածում եմ, բայց Արսեն, ասենք հորքուրի հարևանի մասին ինչ ես մտածում, շոուի մասին մտածում։ Նա շոուն չի դժել դրանից վստահաբար։ Հենց որ Սիրասունը շատ լավն է։ Ու մի բան էլ ասեմ, ձեր թույլտվությամբ, ինձ ինչով է դուր գալիս այս reality show-ն, որ հասարակության մեջ այն մարդկանց մեջ, ովքեր որ նայում են շոուն, կարծում եմ, որ կկոտրվի այն կարծրատիպը, որ եթե մարդ գնում է ժամադրության, ապա դա ճակատ Դա վերջ արդեն վերջ, եթե աղջիկը տղայի հետ դուրս եկավ հանդիպման, ամբողջ շենքը արդեն մտածում է իրենց հարսանիքին ինչ են հագնել։ Կարելի ասել կարծրատիպեր եք կոտրում։ Շենքը չէ, գոնե բարեկամությունը տենց մտածում է, որ վերջ, մեր աղջիկը արդեն գտավ։ Բայց ես ուրախ եմ, որ այս ծրագիրը կա, որ մարդիկ հասկանան, որ ժամադրության գնալը դեռ չի նշանակում տրվել տվյալ անձնավորությանը եւ հավերժական ամբողջ ճակատագրի վրա խաչ քաշել, չէ՞։ Ուղղակի կարելի է ծանոթանալ, հասկանալ մարդը քոնն է թե քոնն է։ Ծանոթանալ ու հասկանալ մարդը քոնն է թե չէ։ Ու ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ չափի մեջ է եւ ոչ մեկի արժանապատվությունը եւ ոչ մեկի ինտիմ արժանապատվությունը խոցելի չի եղել, որովհետև այնտեղ կային տեսախցիկներ 24 ժամ, որոնք տանը հետևում էին, որպեսզի անգամ ամենաբուրըն կրքերը, որ կարող էին դրսևորվել մարդկանց մոտ, դրա տեղը չկար մեր տաղավարում, թեպետ
շոուից հետո զույգեր ձևավորվեցին։ Ինտրիգը ամենագեղեցիկն է եղել։ Իրապես։ Արսեն, գալով դերասանական գործունեությանը, ես հիշում եմ բալիկներիս հետ վայելել եմ Fantastic Musical Pylon, որտեղ դու գլխավոր դերակատարն էիր, կան արդյոք նոր առաջարկներ կամ գուցե վերականգնում ներկայացման, որովհետև նոր տարին սարերի ետևում չէ։ Ավաղ Ռուդիկի հետ խոսում էի, ավաղ չէ, երջանկությունից Ռուդիկի հետ խոսում էի մեր պրոդյուսերի, բայց ավաղ այս տարի Pylon չենք խաղա, թեպետ դա չի նշանակում, որ էլ չենք խաղա, կարծում եմ մյուս նոր տարիք վերադառնանք, բայց Factory Production-ը ունի նոր նախագիծ, նոր musical, որին ես շատ ոգևորված սպասում եմ եւ հույս ունեմ, որ դա արդեն ամռանը տեղի կունենա։ Իսկ ինչ ունենք ֆիլմային գործունեության մեջ, գեղարվեստական ֆիլմեր, որտեղ դու կաս։ Գեղարվեստական ֆիլմ, ուրեմն Գոր Գրիգորյանը երիտասարդ ռեժիսոր է, նկարում է նոր ֆիլմ, գլխավոր դերը ինձ է առաջարկել։ Այո, շատ կոմեդիա է ու շատ համով։ Եվ նույնիսկ կարող եմ ասել, մի քիչ էլ sense հուզառատ սրտառուչ պատմություն է։ Ես Գորի փոքր արված գործերը տեսել եմ, սա իր առաջին լիամետրաժ ֆիլմն է, ու այն ինչ որ տեսել եմ, ինձ իր ճաշակը շատ դուր է գալիս, եւ երբ որ սցենարի հետ ծանոթացա, սցենարն էլ շատ սիրեցի, ու ես շատ ուրախ եմ, որ Գոր որ հիմա նկարում է իր առաջին ֆիլմը, գլխավոր դերը ինձ է վստահել, ինքը շատ երիտասարդ է, իսկ ես շատ հավատում եմ հենց այն ուժին, որը որ ունեն երիտասարդները, որովհետև դրանք կարող են իրականություններ փոխել, շատ ոգևորված եմ այդ առիթով ու սպասում եմ ֆիլմին։ Այսինքն սպասում եմ նախ նկարահանումներին, որ պետք է սկսվեն եւ հաջորդ տարի ապրիլի վերջ կարծում եմ արդեն ֆիլմը կլինի էկրաններին։ Այ այսքանից հետո վերադառնամ առաջին հարցին, ինչպես ես հասնում։ Դեռ ունեմ 2 նոր տեսալովակ, որ պետք է նկարեմ։ Տեսալովակների մասին կուզենայի ես էլ հարցնեի, այ սերիաներ սպասվում են այս տուրիստոից հետո։ Վերջերս Կազախստանում շոուի ժամանակ, դա առաջին ժամանակ օրինակ ես տենց Կատյային զանգեցի Կատ այդ կրուժոկներով, որ սենց մի հատ գաղափար կա, որ դու պետք է երգես։ Հիմա նստած ենք դրամը քույնի փորձի ժամանակ, Կատյան սենց նստած են, ինչ որ բեմում փորձ շարունակվում է ապարողների, մեր տեսարանը չի, մենք նստած ենք, եւ ինչ որ սենց հեռախոսների մեջ ենք, ու ես սենց հայցի։ Կատ, մենք երկրորդ երգ ենք ունենալու իրար հետ, սենց հայց։ Что? Ասում եմ չէ ասին անան, տենց չի կարա լինի, նենց որ կա այդ միտքը, ու ես կարծում եմ, որ մենք նվազագույնը իմ ցանկությունն է, որ գոնե տրիլոգիա անենք։ Ինչի մասն է, եթե կա ցանկություն ասենք Գրիգորյանի օգնի ֆանտաստիկ ունակություն համոզելու, ուրեմն կլինի նաև շարունակությունը։ Արսեն ջան, շնորհակալություն։ Մեր մոտ լավ Ասելիքություն ենք ուղղակի։ Ես եմ վրեժ նա, յուրաքանչյուր առավոտ գալիս ենք այստեղ այսպես։ Ողջունում ենք, ուրախանում ենք մեր մտերիմ ընկերների հաջողություններով, լուսաբանում։ Կիսվում ենք նաև դրանով եւ գնում ենք տուն երեկոյան էլի իրենց ենք նայում, այդպես էլ է։ Ես մի բան եմ ձեզ մաղթում, կուզեմ այն ստանդարտները, որոնք գործում են աշխարհում, իսկ ես կարծում եմ, որ օրինակ Միացյալ Նահանգները լավագույն օրինակն են TV շոու ստեղծելու հարցում, այն ստանդարտները, որոնք գործում են այնտեղ, ես կուզեմ, որ այստեղ էլ իրականություն դառնա։ Եվ կոտրենք բոլոր կարծրատիպերը։ Ես շատ կուզեմ, որ առավոտվա ծրագիր վարողները լինեն ամենաթանկ վարձատրվողները, ինչպես աշխարհում են։ Շնորհակալ ենք։ Արսեն ջան, չափ շնորհակալ ենք։ Մենք դրա կրկնապատիկն ենք քեզ ցանկանում Արսեն ջան։ Իրականում 100 ապատիկ է, էլի 100 միլիոն ապատիկ ամենալավն է։ Իրականում անսահման հաճելի է, երբ հյուրը լինում է արտիստ, մարդ, ով ցանկացած կողմ փայլում է միշտ, ում հաճելի է հետևել, ում հաջողությունների մասին հաճելի է խոսալ եթերից ու լուսաբանել, մենք միմիայն քեզ շնորհակալ ենք այս պարգևած վարքյանների ուրախության ու դրական էներգիայի համար։ Ես եմ շնորհակալ ձեր լավ վերաբերմունքի ու լավ էներգիայի համար։ Մենք շնորհակալ ենք, որ դու կաս
Արսեն ջան, ես իմ ուսանողներին ասում եմ, որ քեզ հետևեն դիտեն, ես սա չեմ կարող նաև չասել այստեղ, ասեցի մի փոքր առաջ, որ խորհուրդ եմ տալիս դիտել, որովհետև այսօր աշխարհը իրապես այլ ընկալում ունի արտիստի հետ կապված, եւ այն արտիստը, որ այսօր կարծրատիպեր կոտրող է Հայաստանում, ես այս շրջակայքում եմ ասում, դա դու ես, եւ այո, կա կարևոր մի բան ունիվերսալ լինելու այս գաղափարը, որ յուրաքանչյուր արվեստի կրող պետք է իր մեջ ունենա, որպես ինքը լավ պրոդուկտ լինի, նաև միլիոններ ստանա եւ արժանա միլիոնների։ Ես իրենց ասում եմ, հետևեք Արսենին եւ դուք միլիոնատեր կլինեք վաղը։ Վրա շատ շնորհակալ եմ, ուղղակի ձեր գրիմյորը շատ լավ է աշխատել, որտեվ ես հիմա կարմրել եմ, բայց չի երևում, որտեվ լավ դիմահարդարում են արել։ Շնորհակալ եմ շատ merci։ Հաջողություններ քեզ։ Այսօրվա եթերն այսպիսիներ էներգետիկ ու յուրահատուկ մեր հյուրի պես։ Իսկ մենք նախատեսնենք այսքանը, մնացեք բարով, սիրում ենք ձեզ։ Այո, ինչպես տեսահոլովակում էր տրված, եղեք տուրիստ, շրջագայեք շատ, որպեսզի ձեր կյանքը փոխվի եւ կարողանաք նոր մշակույթներ ներգրավել եւ ապրել ավելի գեղեցիկ։ Լավ օր բոլորիդ։